Ողջույն սիրելի հետևորդներ, սիրելի YouTube-յան ընտանիք, բոլոր նրանց, ովքեր նոր են միացել իմ ալիքին, վերջին տեսանյութերից հետո ողջունում եմ ձեզ եւ խրախուսում եմ, որ գնաք նայեք, շատ հետաքրքիր տեսանյութեր կան Նիդերլանդների մասին, եթե ցանկանում եք բացահայտել Նիդերլանդները հեռակակարգով, ապա շատ կարծում եմ հետաքրքիր տեսանյութեր կգտնեք։ Այսօր մի շատ հետաքրքիր տեղ ենք ուզում գնալ ու քանի որ շատերն էլ Անիին կարոտել էին, այսօրվա տեսանյութում համենայն դեպս Անիին շատ կտեսնեք, քանի որ այսօրվա ամբողջ օրը անցկացնելու ենք Անիի հետ, որոշել ենք կգնանք կինոթատրոն եւ գնալու ենք նաեւ ծովային թանգարան։ Հիմա երևի կմտածեք Անիի ինչ տարիքն է որ գնա թանգարան, բայց ուզում եմ ձեզ այստեղ ցույց տամ եւ ներկայացնեմ, թե ինչքան հետաքրքիր են այստեղ թանգարանները կազմակերպված իրենց ցուցադրությունները, որ բոլոր թանգարաններում կան երեխաների համար նախատեսված սրահներ, որ բոլոր թանգարաններում կան ինտերակտիվ խաղեր կամ ինչ-որ ինտերակտիվ սրահներ, որտեղ երեխաները կարող են անմիջականորեն մասնակցություն ունենալ եւ իրենց գիտելիքները ստուգել թանգարանում ցուցադրվող որևէ առարկայի վերաբերյալ։ Բոլորին իմիջայլոց բարևում եմ, բոլոր նրանց, ովքեր միշտ մեկնաբանություն են թողնում, գիտեք, որ ես միշտ կարդում եմ, միանգամից, եթե իհարկե այդ պահին տեսնում եմ, միանգամից արձագանքում եմ, եթե մի փոքր ուշ եմ տեսնում, մի փոքր ուշ եմ արձագանքում, հատկապես Հասմիկ Սիմոնյանի մեկնաբանություններ հետաքրքիր, որ գրել էր, որ սպասում է տեսանյութերի միշտ ինձանից եւ խրախուսում է, որ անպայման հաճախ տեսանյութեր դնեմ, որպեսզի ալիքը զարգանա, ինչը շատ պարտավորեցնող է ինձ համար։ Իհարկե ես էլ շատ եմ ցանկանում, որպեսզի գոնե շաբաթը մեկ անգամ երկար տեսանյութ տեղադրեմ, երբեմն չի ստացվում զբաղվածության առումով։ Հուսով եմ ըմբռնումով եք մոտենում, բայց նաև անչափ շնորհակալ եմ, որ չնայած նրան, որ այդքան հաճախ չի ստացվում երկար տեսանյութեր տեղադրելը, իհարկե կարճ վիդեոներով փորձում եմ այսպես պահել ակտիվությունը։ Շնորհակալ եմ, որ ինձ չեք մոռանում, նայում եք, մեկնաբանում եք, խրախուսում եք, ոգևորում եք, ինչն էլ ինձ մեծ ավելի պատասխանատվություն է առաջացնում ինձ համար եւ մեծ ոգևորությամբ եմ պատրաստվում հաջորդ տեսանյութի եւ շատ հետաքրքիր բաներ կա, որ կուզեմ ցույց տալ, կուզեմ խոսել այդ մասին, որը ինչու՞ չէ նաեւ ուսուցողական կլինի շատերի համար եւ օրինակելի կլինի շատերի համար։ Մենք այստեղ էլի ենք եղել, բայց ինչ որ փոփոխությունների է ենթարկվել ներսում երեխաների այդ ինտերակտիվ խաղասրահի պահը փոխել են, պետքա գնանք տեսնենք, շատ ենք ուզում տեսնել։ Այդպես գնանք տեսնենք ոնց կանցնի, այնտեղից արդեն կմիանամ ձեզ, հետո միասին կամփոփենք, որոշել է սենց քայլելով գնաս։ Հայտերի վրայով։ Ապրի Անին, ապրի։ Ապրես։ Ապրի Անին, ապրի։ Ոյ։ Զգուշ։ Օգնեմ քեզ։ Կամանց ապրի իմ աղջիկը, տես ոնց ես գնում։ Ասում են շատ հետաքրքիր է, որ երեխային հենց փոքրուց օգնում ես, որ ինքը նույնիսկ եթե վախենալու է, իր տարիքին չի, ուզում է մի բան փորձի, պետքա ոչ թե արգելել, այլ իրան օգնել, ուղղակի որ ինքը դա անի, դա իր մեջ արդեն հենց փոքրուց իր հոգեբանության մեջ մտնում է, որ դժվար ոչինչ չկա, պետքա պայքարել ու նույնիսկ եթե դժվար է, պետքա փորձել, ձգտել, հասնել այդ դժվարությանը։ Մենք սիրում ենք փոքր ժամանակ շատ հաճախ ասել չի կարելի, մի արա, չի կարելի, բայց կա բաներ, որ կարող ենք իրանց ուղղակի օգնել, որտեվ հաճախ այստեղ էլ եմ տեսել, որ ծնողներ կան ուղղակի հավես չեն անում, բարձրանան իրանց երեխեքի հետ խաղան, թեկուզ նստեն ավազների մեջ կամ քայլեն, իհարկե ոչ բոլորը, բայց կան այդպես, փոխարենը վեր կենան իրանց երեխաների հետ խրախուսեն, քայլեն։ Այստեղ տենց երջանկություն չունենք հաճախ լավ եղանակի, վայել ենք
Վիտամին D ընդունենք ու կգնանք։ Հա թող խոսան քեզ խանգարում է։ Ստոպ յոնգը։ Գլուխը տարան։ Ինչ լավ եղանակ է այսօր։ Թանգարանի համար ժամ ենք ամրագրել ու քանի որ դեռ մի ժամ ու կես ժամանակ ունենք, որոշեցինք առաջինը գանք կինոթատրոն։ Երևի թե ճիշտը սենց կլինի, որտեվ հետո կհոգնի, որ գնայինք թանգարան, հետո գայինք կինո։ Իրականում ես շատ զարմացած եմ, որ մինչև վերջ 86 րոպե անին շատ խելոք նստեց, ընթացքում էլ ինքը խոսում էր ֆիլմի ընթացքում, լրիվ հասկանում էր, քանի որ ֆիլմի, մուլտֆիլմի, այսպես ոնց որ տիկնիկային թատրոնի խառնուրդն է։ Ու անկեղծ շատ ուսուցանելի, շատ չգիտեմ, շատ հուզիչ էր, վերջում ես էլ էի հուզվել, մուլտֆիլմի ոնց որ հիմնական միտքը այն էր, որ ավելի ճիշտ ֆիլմ մուլտֆիլմի, որ ֆիլմի մեջ աղջիկ իր խաղալիքն էր կորցրել, այն խաղալիքը, որ մուլտֆիլմն էլ կա, ու այդ խաղալիքն էր մուլտֆիլմի մեջ, ոնց որ իր սիրտն էր կորցրել, վերջում նա իր սիրտը գտավ, աղջիկն էլ իր խաղալիքը գտավ, ու նույնիսկ այն պահը դեռ խաղալիքը չէր գտել աղջիկը, իր ընտանիքը իրան աջակցում էր, խրախուսում էր, ոգևորում էր, որ ասում էին ոչինչ, հետո ուրիշը կառնենք, Birthday-ն է, չէ որ ինքը քո սրտում է, ու շունիկն էլ մինչև իր սրտիկն էր գտնում, ու այնքան այդ պահը այնքան սիրուն էր, որ սենց էմոցիոնալ առումով մեծի պես աղջիկը իրան պահեց, խոչընդոտներ հաղթահարեց, չգիտեմ ինչ, որ միջև բայց շատ հետաքրքիր ձևով նորից խաղալիքը հայտնվեց իր մոտ, շատ հուզիչ էր, շատ։ Իսկապես կարելի է երեխաների հետ մեկ գնալ ֆիլմ կամ մուլտֆիլմ դիտելու լրիվ ուրիշ տպավորություն է։ Այս մեր թանգարանի շենքն է, որ արդեն 150 տարեկան է, ծովային թանգարան Մարիտիմ Մյուզեում հայտնի, ամենամեծ ծովային թանգարանն է Նիդերլանդներում։ Միա տեսնենք էսում արձանն է, տանեմ մոտակա նավահանգիստը ցույց տամ ձեզ, ձեռքերը վեր, ինչ-որ մի հաղթանակից է կամ տեսնենք ինչ ասում, ինչի մասին է։ Արձանի անունն է Ամայացած քաղաք, որը եղել է 1940-ի ռմբակոծության ժամանակ, նկարները տեսել է քաղաքապետարանի շենքի նյութը, որ նայեք այնտեղ կա, ինչ վիճակում է եղել քաղաքը, ու այս արձանն էլ դրա խորհրդանշող արձանն է։ Հետաքրքիր է, երևի ցավից է գոռում կամ ինչ։ Ուրեմն այս թանգարանն է, արդեն տեսակ, հիմա մոտենանք թանգարանին կից նավահանգիստը, որտեղ կարող ենք նաև նավարկել, արդեն ապրիլ ամսից կարող են գալ երեխաների հետ նավարկել, անունն էլ հենց դու ես կապիտանը, հեսա փոքրիկ նավերը ցույց տամ, հենց երեխեքը կարան վարեն նավերը, նայեք ինչ լավն է։ Դե մեր աղջիկները վախենում են, շատ չեն սիրում ջուր, բայց անին հաստատ կսիրի, կգանք մի քիչ օրերը բացվի, կգանք էլի։ Այսօր կգնանք ներսը կբացահայտենք,
Իսկ տաք օրերին էլ կգանք արդեն դուրսը կբացահայտենք, հնարավորություն ենք ունենալու նաև ներսը մտնելու։ Այդպես, շատ սիրուն է։ Չգիտեմ, իմ համար նավերի մեջ ինչ-որ խորհրդավորություն կա, ես էլի եմ ասել, ջրից վախենում եմ, բայց նավ շատ եմ սիրում ու չգիտեմ, ինչ-որ նավերի հետ էլ ինչ-որ խորհրդավորություն կա, որ ջրի վրա իրանք մնում են, տենց գնում են ջրի վրա, մի ուրիշ ձևի, չգիտեմ, զգացողություն է նավերի հետ կապված։ Ընդհանրապես այս տեսարանը շատ սիրուն է, ինչպես տեսնում եք։ Շատ հավես է, այս հատվածն էլ է մտնում թանգարանի մեջ, քանի որ ինքը ամենահին նավահանգստային գոտիներից է համարվում Ռոտերդամի։ Եվ ոչ միայն Ռոտերդամի, այլ նաև ամբողջ Հոլանդիայի, եւ այստեղ առաջին քարը դրվել է 1350 թվականին։ Այս դրսի հատվածն է, ինչպես ասեցի, թանգարանի, այստեղ նավերի հետ կապված ատրիբուտներ կան, որ սենց ցուցադրված է ուղղակի, նայեք, այս բարձրացնող այդ սարքն է, այս նավերը սենց գնանք, այս կողմից է թանգարանի մուտքը, տարվա բոլոր ամիսներին բաց են ու միշտ ինչ-որ հետաքրքիր բան ունեն։ Այս նավը փաստորեն 1906 թվականի նավ է ու ինքը հենց պատմական նավ է, այսպես կանգնած է, նայեք ինչքան հին է ինքը, Խերտրայուդան նավն է։ Այս էլ նայեք էլի հատված է, որ ինչ-որ իրա բարձացրել վերև, այս ինչ-որ հատված նավից, սա էլ սպես, հանրապես տարածքը շատ սիրուն է, շատ հավես են մտածել, նայեք, այստեղ օրինակ է, որ կենդանիներին ոնց են տեղափոխել, օրինակ է ուղղակի, դե բայց այս էլ էլի իրական է եղել այս վերամբարձ կռունկը, ձին, նայեք ինչ մեծ խարիսխ է, այս էլ փավոսը, նայեք ինչքան սիրուն է, հեսա կգնանք այդտեղ կիջնենք, նայեք էլ կռունկներ, դե առանց դրանց անհնար է նավը բեռնելը եւ առհասարակ նավի վրա որևիցե մի, նայեք այս մասը ինչ սիրուն է, էլի խարիսխներ, խարիսխ հոլանդերեն կլինի anchor, նայեք ինչ մեծ ու հին խարիսխներ են, ջրային տաքսի է գնում հիմա, մինչև մեր շենքի մոտ գնում է ջրային տաքսի, մի օր պետք է նստեմ օգտվեմ, լես գեղեցկությանը, թե ինչ ես եկել մենակով ստեղ, ինչ ես անում, ասել էսպես, սև իրանց կանգառն է, այստեղ տաքսիների կայարաններն են, որտեղից կարող ես օգտվել, այսպես գնում է տաքսիների կանգառը, ինչքան հավես է, պատմական նավեր են բոլորը, նայեք հատուկ ձեզ համար, երեխեքին թողել են մեն հատվածը, որ հիմա պետք է գնանք մտնենք ներս, այստեղ ուզեցա ձեզ համար հատուկ նկարեմ հիմա, որտև գայթակղիչ է, որ գալիս ես այստեղ, մանավանդ քանի լավ եղանակ է,
Ուզում էի ձեզ ցույց տամ այս հատվածը եւս Դե ինչ, գնացինք, կտեսնվենք ներսում, ժողովուրդ ջան։ Հուսով եմ կարողացա ձեզ փոխանցեմ այս շրջակայքի խաղաղությունը ու այս հավես միջավայրը։ Պարում ես, Անի։ Այստեղ թեմատիկ ներկում է։ Անի պատուհաններն է էլի նավի նկատի ունի։ Սրանք իրոք հին պատուհաններ են երևի սենց հանենար է։ Սել խարիս խամեց։ Մոդել նավն է։ Լամպերը։ Այս վերևից ցույց տամ, էլի տարբեր հին նավերի վրայից մասունքներ է այստեղ ցուցադրված։ Նայեք լամպերը։ Ճոճվում է ու նավի մեջ ի նկատի ունեն, թե ոնց է շարժվում, բայց ինքը, նայեք, նավը շարժվում է, բայց լամպը չի շարժվում։ Նայեք, այդ փայտը շարժվում է։ Ուզում են ցույց տամ, թե ինչպես է ամեն ինչ նավի մեջ գործում։ Իրոք շատ հավես են հանել։ Ներքևը ներկում են։ Սենց յուղաներկերով։ 425 թվականի նավակի մոդելը։ Ոնց են նավերը պատրաստվել։ Սա ինտերակտիվ մասն են գնալու, նաև շատ սիրուն բան են սարքել։ Այս էլ 19-րդ դարի է։ Այս էլ սնդուկն է, գործիքների արկղը։ Հա։ Դիզել բանն է, շարժիչն է նավի։ Սա բարարան է հին։ Սիրուն է, իրոք ծովային աշխարհ ես հայտնվում։ Նավերի աշխարհը լրիվ ուրիշ աշխարհ է։
Խաղում են երեխեքը։ Հայք ամեն մեկը բան է բացատրում, որ են 10 մետր մինչև պետք է լինի բարձրությունը չի անցնում նավը։ Են մեկը ավելի նեղ է, ոնց են նավերը տեղաշարժվում։ Պրակտիկ երեխեքին ինտերակտիվ այսենց մեկ այլ նավ է։ Ձայներն է։ Սել ըստ ձայների պիտի գործիքի վրա ճիշտ գտնես։ Ոնց ես իմանում, որ ճիշտն է։ Ձայները գալիս է, դու պետքա գուշակես, որ գործիքն է աշխատում։ Հետաքրքիր է էլի։ Ես ինչ մեծ բան է աստեղ։ Այս հետախուզական նավ է։ Հաստատ։ It's a lava. Հենա, նայ։ Էլիս, էլ այս կոմարի նկարեմ։ Այս սրահի մասին է խոսքը, որ նորացրել են, այս մասը, իրոք այս ամբողջ սրահը հեսա ցույց կտամ, իրոք նոր է, ու այս սրահի համար հատուկ ժամ պետք է ամրագրել, բացի որ պետք է մտնես թանգարան, կոնկրետ այս սրահի համար, որպեսզի 1 ժամ ու կես կամ 2 ժամ անցկացնես, պետք է հատուկ ժամ ամրագրես, դրա համար սպասում էինք, մինչև որ կկարողանանք ներս մտնենք այս վերևի հատված։ Նա ինք ուրախանում է, որ շարժում։ Շատ սիրուն են սարքել, ոնց որ ակվարիումի ներսում լինես, երեխեքի համար շատ տպավորիչ է այս հատված։ Ջրի մուրներն են էլի։ Անի, նայի, չայիք դիր մամայի համար, գնա նա ինտեղ ինչ են դրել, ոսկիները։ Սենց ինտերակտիվ խաղում են, ոնց է նավի ներսում է։ Անի, ճաշիկ ես էպում։ Սկուշայ։ Անի, արի, ինդեղ ստյուր կա, արի։
Այս հատվածը այս խաղի միջոցով երեխաներին սովորացնում են, թե ոնց են ջրի միջից աղբը հավաքում։ Ով է սենսացիա։ Վերևն էլ ալիքներ է։ Ծովային աշխարհ 150 տարեկան դարձավ այս թանգարանը։ Երկեհոնն է այս է։ Սա պիտի շարժի, որ կարողանաս նվագ։ Սենց գնում է դեպի տախտակամածն են էլի սարքել, իբր դուրս ես գալի նա։ Հələ նստի ես մի հատ Ստեղից տանում արդեն նավահանգիստ է։ Որը որ դուք քիչ առաջ տեսաք ներքևում։ Ուր եք գնում։ Անի ուր ես գնում։ Ասա Արմենիա։ Վիճակի։ Ստե չեմ ասում։ Անին տարերքի մեջ է, սենց վազվզում է, այս կողմեն կողմ չի իմանում, որից սկսի, որը վերջացնի, սենց ինքը իրոք, սենց չգիտեմ, տարերքի մեջ էր լարը։ Նայ, ձուկիկներ անի։ Որոշեցինք տուն այս կողմով գնանք, նայեք այս գործող կաֆեա, lunch, dinner, drinks and music, երաժշտություն, ճաշ, մի խոսքով ընթրիք, խմիչքներ և երաժշտություն։ Հետաքրքիր է, կարելի էր գալ։ Մի օր կգանք, որ Վիկտորյան Իվանա իրանց չինացի կամ չինացների նկատմամբ հատուկ սեր ունի, կգամ պայման կուզի գա։ Ջի հնությունը զգացեք, իրա քանդակները, չքան սիրուն է։ Դե ես որ արեծի համար խենթանում եմ, չգիտեմ, լապտերներ են։ Չքան սիրուն է։ Ներքևին էլ թռչուն է, ներքևի քանդակները ձկներ են, նա էլ թռչուն է այն մեջտեղինը։ Լինեմ, այս հատվածով երբեք չեմ եկել, ճիշտն ասած հեռվից տեսա այս արձանիկները, սենց հին կամրջակներ կան, բայց որ արձաններով դեռ չեմ հանդիպել, դրա համար ուզեցի անպայման մոտիկից նկարեմ։
Մի քիչ ամպեր եկան այս կողմի վրա, չգիտեմ երևում է, այս գեղեցկությունը թե չէ։ Կողմից համպամածա երևի չի ստացվում այդքան սիրուն ցույց տամ, ինչքան սիրուն է ինքը։ Սիրելիներս, մոտեցավ մեր տեսանյութի դրամաբանական ավարտին, սպասելու եմ ձեր բոլոր գեղեցիկ սիրուն մեկնաբանություններին, ձեզ բոլորիդ մաղթում եմ հաճելի գեղեցիկ սիրուն հանգստյան օրեր և մինչ նոր տեսանյութ, ցտեսություն։